Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն նորից տեսնելով օրվա, լսելով օրվա զարգացությունները, հարկ համարեցին, որպեսզի նորից այս ուղիղ կապը, այս ուղիղ շփվելու հնարավորությունը օգտագործենք, որպեսզի շփվենք իրար հետ։ Տեսեք, ինչ է կատարվում։ Մոսվաբնակ օլիգարխ Կալուգացի Տաշիր Սամվելի դուստրը, քանի որ ամբողջ ընտանիքով լծված են քաղաքականության մեջ, քաղաքական հայտարարություններ են անում, գրառումներ են անում, քաղաքական խոսույթ են ցենց արտահայտվում, իրենք պետք է պատրաստ լինեն շատ դեպքերում, շատ ցավոտ հակադարձ հարվածների։ Ինչ է ասում։ Ասում է, որ իմ հայրիկս, այսինքն Կալուգացի Տաշիր Սամոն, Մոսվաբնակ օլիգարխ Տաշիր Սամվելիկը, ասում է պատրաստ եղեք, որ իմ հայրս լինելու է համայն հայության վարչապետը, Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Իսկ ովքեր որ չեն համակերպվում այդ իրականության հետ, այդ ճշմարտության հետ, ստիպված են լինելու համակերպվեն։ Գիտեք ինչի համար են այսպես ասում։ Որովհետև մենք իրենց երևի չստիպեցինք, որ իրենք համակերպվեն հայ մարդու վերջնական որոշման հետ։ Այո, սիրելի ժողովուրդ, մենք իրենց չստիպեցինք, որ իրենք համակերպվեն 2018 թվականին հայ մարդու որոշման հետ։ Դրա համար սրանք աբիժնիկորեն թշնամակով վերաբերվելով հայ մարդու որոշման հետ, շատ աբիժնիկ կեցվածքով վերաբերվելով հայ մարդու որոշման հետ, հիմա սրանք եկել են, հայ մարդուն ասում են, դուք ստիպված եք լինելու, համակերպվեք, ուզեք թե չուզեք։ Հիմա քաղաքական մակարդակով անկաշներից օղ արեք, որ դուք ուզած չուզած ստիպված կլինեք։ Ու դա մենք կստիպենք ձեզ մեր 8 տարվա սխալը ուղղելով, քաղաքական մակարդակով, մեր 8 տարվա սխալը ուղղելով, հունիսի 7-ին մենք ձեզ կստիպենք, այս Մոսվաբնակ օլիգարխին, այս օտարներին կստիպենք, հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցած ստահակներին, հայ մարդու սեփականությունը 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացրած եւ իրենց ազնական հարստության համար աշխատասացներին կստիպենք, որ հաշվի նստեն հայ մարդու որոշման հետ եւ քաղաքական մակարդակով այդպիսով եւ վրեժխնդիր կլնենք ձեզնից հունիսի 7-ին քաղաքական մակարդակով այն վրեժխնդրությունը, որը տասնյակ տարիներով տարապում է հայ մարդը, այ հենց այդ վրեժխնդրություններով տասնյակ տարիներով վրեժխնդրությամբ լցված հայ մարդը հունիսի 7-ին քաղաքական մակարդակով իր վրեժը կլուծի ձեզնից դատավորի դեր ու բոլոր իրավապահ մարմինների դերը ստանձնելով իր վրա այս 8 տարվա անգործության դերը պատասխանատվությունը ստանձնելով իր վրա հունիսի 7-ին կստիպի ձեզ, որ դուք հաշվի նստեք հայ մարդու 2018 թվականին որոշման հետ։ Եկել եք, ես ինչեր եք ասում, հա? Եկել եք հայ մարդկանց ասում եք նրանք ովքեր չեն ուզում, որ Մոսվաբնակ օլիգարխը հայ մարդու 2 կոպեկ սենց բարեգործություն արած տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափած, սենց չգիտեմ բարերարի պիտակը դեմքին ճակատին խփած օլիգարխը որ լինի վարչապետ, ասում ես այն մարդիկ ովքեր չեն ուզում ստիպած են լինելու ուզեն կամ համակերպվեն, հա? Ճիշտ եք ասում, շատ էլ ճիշտ եք ասում, բերանը ծուրտիկ խոխեն են գյադեն, պրիվետ ռոբիկը, նայելա ճիշտ անում, մերժված կես մետրանոց չիբուրաշկեն, այնքան է ոգևորված, որ մի հատ էլ լրագրողների հարցերին սենց քմծիծաղով է, հենգնանքով է պատասխանում, բայց ճիշտ եք անում, պետք է ասեք, հեղափոխության հարստության թիկունքում թաքնվելով, պետք է մտնեք մարդու կերպարի մեջ ու պետք է ասեք, բա ինչ, բա եթե մենք ձեզ այնպես չենք արել, եթե մենք մեր սրտով, մեր ձևով ձեզ չենք ստիպել, որ դուք հաշվի նստեք հայ մարդու որոշման հետ, լեգիտիմ որոշման հետ, բա դուք պետք է գաք հիմա ինչ ասես խոսակ, բա պետք է գաք, բա եթե 8 տարի դուք դատվեք, 8 տարի ձեր հասանելի տեղը չգտնեք, ձեր արժանապատիվ տեղը չգտնեք, բա պետք է ասեք,
Բայց մի բան լավ իմացեք։ Հունիսի 7-ին հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի ժամանակն է։ Եվ հայ մարդը վրեժ խնդիր է լինելու ձեզնից հունիսի 7-ին։ Եվ ձեր բերանից վարար գետի նման տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արունը վարար գետի նման հոսելու է քաղաքական մակարդակով։ Եվ ձեր գործնեությունը, լինելությունը, տեսանելությունը կասեցվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Հունիսի 7-ին հայ մարդ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունում, իրական Հայաստանի Հանրապետությունում, ձեր սեփական պետությունում հաստատվելու է խաղաղությունը։ Հաստատվելու է խաղաղությունը։ Սրանց գործն է, սրանք թշնամուց է թշնամի են, սրանք հակառակորդից էլ հակառակորդ են։ Այնքան ատելություն, ոչ մի թշնամի այնքան ատելությամբ չի լծված հայ մարդու նկատմամբ, ինչ ատելության լծված են այս օտարի լանթերը, այս Մոսկվա բնակ օլիգարխները, այս մերժված քեզ մետրանոցը, այս բերանը ծուրտիկ խոխա պրիվետ ռոբիկա, հայ մարդու այդան կարոտ մնացածը։ 7 գլխանի վիշապը կատաղել է, որովհետև 8 տարուց ավել է չի կարողանում հայ մարդու արունը ծծի։ Այդ հայ մարդու այդան կարոտ մնացածը թշնամուց թշնամի են։ Չկա աշխարհում այնպիսի ազգություն, որ հայ մարդուն լինի այնքան թշնամի չխստրանք են։ Չկա աշխարհում այնպիսի ազգություն, չկա աշխարհում այնպիսի պետություն, որ Հայաստանի Հանրապետության լինելության համար այնքան սպառնալիք լինեն, ինչքան սրանք են։ Հայաստանի Հանրապետությունը չունի այնպիսի մի հակառակորդ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղությանը այնքան թշնամի լինի, ինչքան որ սրանք են։ Չկա աշխարհում այնպիսի պետություն, այնպիսի ազգություն, որ հայ մարդու ուժեղացման, հզորացման, երջանկացման համար այնքան թշնամի լինի, այնքան սպառնալիք լինի, ինչքան որ սրանք են։ Բերանը ծուրտիկ այդ պրիվետ ռոբիկ այդ գյադի գլխավորությամբ։ Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության, հանուն խաղաղության, հանուն երջանկության, հանուն զարգացման, հանուն հարստացման, հայ մարդու հունիսի 7-ին վերջնականապես պետք է տասնյակ տարիներով սպասված իր վրեժը լուծի սրանցից եւ սրանց գործունեությունը կասեցնի Հայաստանի Հանրապետությունում։ Հունիսի 7-ին ստացնելով այս 8 տարվա անգործության բոլոր գործողությունները, իրավապահ համակարգի բոլոր 8 տարվա անգործությունները, ստացնելով 8 տարվա դատավորների անգործությունները, իր դատավճիռը կայացնելու է քաղաքական մակարդակով, անհնարինը հնարավոր սարքելով, եւ սրանք հունիսի 7-ին շատ մոտիկից պետք է ծանոթանան հայ մարդուն, որտեղ սրանք ես համոզված եմ հայ մարդուն չեն ճանաչում, եւ սրանք ստիպված կլինեն հայ մարդուն հունիսի 7-ին շատ մոտիկից ճանաչելու եւ համոզված եմ հունիսի 7-ին սրանք հայ մարդուն շատ մոտիկից ճանաչելուց հետո իրենց ամբողջ կյանքը փոշմանելու են, որ միջ հիմա իրենք հայ մարդուն չեն ճանաչել։ Հայաստանի Հանրապետություն 2018 թվականից միջ առեսօրս եւ հավերժ հավիտյան Հայաստանի Հանրապետությունը այլևս տեր ունի։ Դու մի մտածեք, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2018 թվականի որ Հայաստանի Հանրապետությունն է ոնց կարացել են ձևել որպի կարգավիճակով վախի ստրախի մտնոլորտի տակ արևանգել է այս պետությունը վախի ստրախի մեջ պահելով այս պետության ժողովրդին եւ այս պետությունը տասնյակ տարիներով աշխատացել եք ձեր անձնական հաջողությունների եւ հարստությունների համար։ Այս պետությունը տասնյակ տարիներով աշխատացել եք օտար պետության շահերը սպասարկելու համար։ Այլևս 2018 թվականից միջ առեսօրս եւ հավերժ վաղը նաեւ մյուս օրը Հայաստանի Հանրապետությունը տեր ունի։ Այլևս Հայաստանի Հանրապետությունը որբ չէ, որ սենց որբի կարգավիճակով արևանգելիք ճնշելով, սպանելով, սամասուդանելով, վախի ստրախի մեջ պահելով, զրկելով հայ մարդուն իր սեփական պետությունում ազատ, անկաշկատ, անվախ արտահայտվելու իրավունքից, սեփական պետության իշխանության ճակատագիրը որոշելու իրավունքից, սեփական պետությունում մի հատ ինչ-որ սրճարանում անվախ, անկաշկատ իր ժամանակը անցկացնելու իրավունքից, սեփական պետությունում ներդրումներ անելու, աշխատելու, արարելու իրավունքից, այ հայ մարդկանց աշխատավոր հայ մարդկանց խոպանչի սարքած անբարոյականի վաստակներ։ Հայ մարդը ինչ չէ տակրում, ես գիտեք որևէ մեկը ասի սպառնալիք, սա սպառնալիք չէ, սա հայ մարդու սրտի խոսքն է, սա հայ մարդու ցանկությունն է։ Հայ մարդը վրեժ ունի լուծելու սրանցից։ Մենք մեր ասելիքը սրանց չենք ավարտել ժողովուրդ ջան։ Չենք ավար։ Սրանք մեզ տասնյակ տարիներով մեզնից թալանած կապիտալը, ռեսուրսը սրանք որպես զենք այսօր ուղղել են մեր վրա եւ խանդով վերաբերվելով մեր որոշմանը պատերազմ են հայտարարել մեզ։ Մեր արունը ծծում են, տզի նման կպած մեր արունը ծծում են այս վիշապները։ Գիտեք ինչի։ Որովհետև Տաշիր Սամվելիկը
Իմը հա չգիտեմ, sense հարուզ մարդիկ կան, իրենց քաղաքական գործիչներ ասած Ծառուկյան Գագոյին ոչինչ չունեմ ասելու, որովհետև մեր իսկ կողմից մերժված Սերժիկը տարիներ առաջ Ծառուկյան Գագոյին ամեն ինչ ասել է։ Այն Ծառուկյան, եթե մեր կողմից մերժված կես մետրանոցն է Ծառուկյան Գագոյին ինչ ասել։ Հիմա Ծառուկյան Գագոն մեր վրա մոսկուլա ցույց տալի։ Մենք ինչ ասենք Ծառուկյան Գագոյին։ Հա։ Ինք այդ ֆիգուրն այդքան կա, որ մենք իրան բան ասենք։ Մեր իսկ կողմից մերժված իրան ինչ պետք է անել ասելը, ասելիք չկա դրանց ասելիք չկա, ուղղակի սիրելի ժողովուրդ, սիրելի մարդիկ, կա վերջնականապես անկախ նրանից, գիտեք ինչ, Ծառուկյան Գագո, քո պատճառով լիքը մարդիկ հիմա վարչապետից նեղացած են, գիտես ինչ են ասում, ասում են Ծառուկյան Գագո մեր հողատարածքները խլեց, միջև հիմա քնչականում գործը գնում է, քնած է քնչականում։ Այդ որ մարդկանց հողերը խլել եք, մարդկանց արած դրած ներդրումները խլել եք ու այդ ձև հարստացել եք, տաշիր սամո, քանի հարյուրավոր, հազարավոր մարդկանց եք, հայ մարդկանց եք նեղացրել, ցավ պատճառ է, քանի հարյուրավոր հայ մարդկանց ունեցվածքին եք տեր դարձել ու դրանով հարստացել։ Ծառուկյան Գագո, քանի մարդու ունեցվածք է սխալել։ Ու այդ մարդկանցից մի քանիսը անձամբ ինձ է շփման ժամանակ ասում է, որ այ այսքան արել եմ, դրել եմ, հողը մշակել եմ, բերել եմ, ներդրում եմ արել, MN եմ արել, N եմ արել, պատրաստի Ծառուկյան Գագոն եկավ խլեց ձեռիցս 2016, 14, 15, 10 թվականների պատմություն եմ ասում։ Ու հիմա այդ մարդը 2018 թվականից դիմել է դատարան, քնչական, բողոքել է, միջև հիմա այդ գործը քնչականում գնում է, քնած է քնչականում։ Այդ դրա համար այդ մարդիկ քո պատճառով, այդ մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած են։ Ասում եմ սիրելի մարդիկ, եթե մնա վարչապետին, վարչապետը հենց այսօր մեր բոլորիս ցանկությունները կիրականացնի։ Առաջինը Քոչոյին ոտի վրա կկախի եւ աշկերից արունը կեթա։ Ժողովրդավար պետությունն է, դատավորների գործնեությանը չի խառնվում, իրավապահ համակարգի գործնեությանը չի խառնվում, օրենք է, ժողովրդավարությունը, արժեք է, հարստություն է, հիմա ամեն մեկը օգտվելով էս արժեքներից, մի օր մեկի ատամնա ցավում, մի օր մեկը ինչ-որ մի հատ չամադանի գերի է դառնում, մեկը մի վախի գերին է դառնում, մեկը մի բանի գերին է դառնում, դենց հետաձգություններ, դավաճանություններ, անգործություններ, դες նստում ենք, խոսում ենք, ասում ենք, բայց համենայն դեպս էլի միտեղ ինչ-որ տեղ լեգիտիմ պատճառներով ջղայնացած են վարչապետից, ոչ թե թշնամի են, ջղայնացած են։ Ու դուք այդ ջղայնացած ձեր պատճառով, որ վարչապետից մարդիկ կան ջղայնացած, մտածում եք, որ այդ մարդիկ ձեր ուժն են դարել, հա, մտածում եք այդ մարդիկ ձեր ուժն են դարել, այդ մարդիկ ձեր ուժը չեն դարել, այդ մարդիկ ուղղակի վերջնականապես վրեժ ունեն ձեզնից լուծելու հունիսի 7-ին եւ վերջնականապես իրենց վրեժը ձեզնից լուծելու են։ Իսկ ովքեր որ ֆեյքեր են, դրանց բան չկա ասելու, ովքեր որ իրական դեմքով են եւ կարմիր գծերը անցած կոմետներ են գնում, ձեր հետևից կգանք։ Դուք ոչ առաջինն եք, ոչ վերջ, քաղաքական մակարդակով ձեր հետևից կգանք։ Դուք այսքանով բավարարվեք, մնացածը կյանքը ցույց կտա։ Ռեալ հարթակը ցույց կտա։ Այո, Քոչոն գիտի թե որ վարչապետից մարդիկ են նեղացել իր պատճառով, որ ինքը միջև հիմա իր արժանապատիվ տեղում չի, գիտի թե մարդիկ իր ուժն են։ Դուք հետներ թրծրել եք, այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանից շատ լեգիտիմ պատճառներով մարդիկ կան ջղայնացած։ Ես այդ մարդկանց ցավը տանեմ, ես իրանց լեգիտիմ ջղայնության ցավը տանեմ, բայց այդ մարդիկ հունիսի 7-ին ձեզնից վրեժ ունեն լուծելու, ձեր պատճառով Քոչո, Բերանը ծուրտի խոխա, գյադա թուրքից էլ թուրք, Հայաստանի Հանրապետության միակ թշնամի, միակ սպառնալի, Հայաստանի Հանրապետության լինելության, անկախության, պետականության միակ թշնամին Պրիվետ Ռոբիկնա Բերանը ծուրտի խոխ են այդ գյադեն, առաջնահերթ միակ թշնամին, հայ մարդու երջանկության միակ թշնամին, անհատ ծագումով չգիտես հետով, Պրիվետ Ռոբիկնա, հայ մարդու միակ թշնամին դա է։ Այդ որ քո պատճառով գյադա, քո անպաշտպանության, քո ազատության, այդ ալանթալանը որ միջի մա վայելում ես, մի հատ ես որպես զենք մեր վրա ուղղել ես, պատերազմ ես հրարել մեզ։ Այդ որ քո պատճառով լիքը մարդիկ, 10,000-ավոր մարդիկ վարչապետից նեղացել են, ես այդ մարդկանց ցավը տանեմ։ Դու գիտես թե այդ մարդիկ քո ուժն են դարձել, հա։ Ծառուկյան Գագո որ մարդկանց հարստությունը խլել ես, հայ մարդկանց ցավ ես պատճառել ու հարստացել ես ու այդ մարդիկ հիմա դատարաններում քո վրա բողոքներ են միջև հիմա այդ քնչական կոմիտեի քննիչների հետուքի տակ դրած այդ գործերը քնելա ու այդ մարդիկ նեղացել են վարչապետից գիտես այդ մարդիկ
քո ուժն են դարձել, հա? Հա, այ օլիգարխներ, այ մերժված բանդիտներ, այ խուժաններ, այ մարդհասպաններ, այ մարդկանց ունեցվածքից, մարդկանց ունեցվածքը խլածներ, մարդկանց արած դրածների վրա չանչները դրած եւ մարդկանց ունեցվածքը արևանգելով, խլելով հարստացած գյադագյուդեք։ Գիտեք թե որ ձեր անպաշելությունից մարդիկ նեղացած են վարչապետից, այդ մարդիկ ձեր ուժն են տարել։ Այդ մարդիկ նեղացած են իրոք վարչապետից, այդ մարդկանց ցավը տանեմ, բայց այդ մարդիկ իրենց 2018 թվականի 21 թվականի ընտրությունը վերահաստատելու են, բայց հունիսի 7-ին գիտես ոնց են վերահաստատելու։ Տասնյակ տարիներով սպասված վրեժխնդրությամբ, անհնարինը հնարավոր դարձնելով, վրեժխնդրությամբ իրենց ասելիքը կասեն։ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից այլևս որփի կարգավիճակով չէ, ինքը տեր ունի եւ այդ տերը հայ մարդն է։ Այլևս հայ մարդը չի պատրաստվում Հայաստանի Հանրապետությունը զիջի, իր սեփականությունը զիջի ձեր նման կիլերներին, հայ մարդը ամեն գնով անհնարինը հնարավոր դարձնելով իր սեփական ձեռբերումը սրբորեն պաշտպանելու է, իր սեփական ձեռբերման վստահությունը, անվտանգությունը սրբորեն պաշտպանելու է եւ վերահաստատելու է եւ այդ իհարկե առաջներ վրեժխնդրի լինելով ցեսնից։ Հունիսի 7-ին վրեժխնդրության օր է։ Հունիսի 7-ին հայ մարդը պետք է այ որ միջի հիմա ձեզ չի ստիպել, որ դուք հաշվի նստեք հայ մարդու որոշման հետ, դուք է դրանից առթավորվել եք, եկել եք ասում եք, ուզեք թե չուզեք պետք է հաշվի նստեք մեզ հետ, որ մենք իշխանություն ենք լինելու։ Իմ պապան ասում է, Տաշիր Սամվելիկը, Կալուգացի Սամվելիկը, Մոսկվա բնակ օլիգարխ, ասում է իշխանություն ա լինելու, ուզեք թե չուզեք, պետք է համակերպեք։ Դե աղջիկ ջան, էսա կհամակերպենք։ Էսա կտենանք, ով է համակերպվում։ Դե էսա կտենանք։ Էսա կտենանք։ Դուք հայ մարդկանց չեք ճանաչում։ Փափուկ կյանքի մեջ ծնված, մեծացած մարդիկ եք, ոչ մի հոս դժվարություն չեք տեսել, դուք ուղղակի մեզ չեք ճանաչում։ Դուք չգիտեք մեր հնարավորությունը։ Դուք չգիտեք, որ մենք անհնարինը հնարավոր դարձնելով այն ամենը կանենք, որ ամենայն վատ, սարսափելի երազում անհնարին է պատկերացնելը։ Ու ասում են ձեզ ուղիղ եւ հստակ։ Ամենայն սարսափելի երազում, ինչի մասին որ անհնարին է պատկերացնելը, հավատացեք, այդ անհնարինը հնարավոր է դառնալու։ Կհամակերպեք, կստիպենք ձեզ, մենք մեր սխալը կուղենք, նաև հունիսի 7-ին համոզված եմ, որ այս 8 տարվա այս դատավճիռները, որ սենց գնում, մի անգամից այդ դատավճիռներին էլ կդնենք վերջակետ։ Հունիսի 7-ին հայ մարդը լիքը պարտականություններ է ստացնելու իր ուսերին։ Լիքը դատավորների պարտականություն է ստացնելու իր ուսերին, լիքը քննիչների, դատախազների, ամենաբարձր հարգանքով այդ ինստիտուտների նկատմամբ, բայց հազար ներողություն։ Էսա մեկ ամսից քարոզարշավը սկսում է սիրելի դատախազներ, մի նեղացեք, դատավորներ, մի նեղացեք, քննիչներ, մի նեղացեք։ Մեկ ամսից քարոզարշավը սկսում է ու լիքը ներվայնացած հայ մարդիկ, ջղայնացած հայ մարդիկ, իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի իրենց ջղայնությունը արտահայտվելու են։ Եվ ձեզնից որևէ մեկը կողեկագնած չի լինելու, ոչ մի հարցի չի պատասխանելու։ Բոլոր հարցերը ուղղվելու են, լեգիտիմ հարցերը ուղղվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առաջի հարցերից մեկը այն է լինելու, պարոն վարչապետ ջան, մինչև հիմա բերանը ծուրտիկ խոխեն, տասնյակ տարիներով մեծ առնակամարած, մեր այրան կարոտ մնացած, բերանը ծուրտիկ խոխեն, այդ գյադեն ինչի չի դատված։ Լավ դատված չի, քիչ ինչի չի ձայնն կտրած։ Ինչի է սենց տեսախցիկների արչև տղալամիջ գալի այդ գյադեն։ Ինչի։ Վարչապետին են ասելու, հարգելի Քոչարյանին նախկինում դատող, ներկայում դատող, դատավոր, քննիչ, դատախազներ ջան, ձեզ չեն ասելու, ձեզ չեն ճանաչում։ Վարչապետին են ասելու։ Ու վարչապետը պետք է պատասխանի լեգիտիմ ջղայնացած հայր մարդկանց ջղայնությանը հարցերին։ Պետք է պատասխանի, ես այդ մարդկանց ջղայնության ցավը տանեմ։ Պետք է պատասխանի։ Դրա համար դուք մի նեղացեք, ձեր անգործության պատասխանատվությունները հայ մարդը հունիսի 7-ին վերցնելու է իր ուսերի վրա։ Ձեր առաքելությունը ինքն է կատարելու։ Ձեր պարտականությունները ինքն է կատարելու հունիսի 7-ին։ Քաղաքական մակարդակով վրեժ խնդիր լինելով սրանցից, սրանց դատավճիռը կայացնելու է եւ սրանց գործունեությունը լինելությունը այս Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքների, ազգային անվտանգության սպառնալիքների գոյությունը կասեցնելու է, ոչինչ հասնելու է քաղաքական մակարդակով Հայաստանի Հանրապետությունում։ Վերջնականապես խաղաղությունը այ հունիսի 7-ին է վերջնականապես այս պետությունում հաստատվելու։ Որ մենք ասում ենք դուք մի բան արեք,
Մենք հո գիտենք, որ այս տարիներով այս դատերը որ այս ձգձգում եկե փաստաբանի ատամը ցավում է դատի չեկե դատա հետա ձգվում է։ Այ քեզ բան։ Անկախ նրանից, թե ինչքան լեգիտիմ ջղայնություն կա հայ մարդկանց, ես այդ լեգիտիմ ջղայնության ցավը տանեմ, խոնարհվում եմ այդ լեգիտիմ ջղայնության առջև, ասելու բաներ չունեմ, ցավները տանեմ։ Ձեր ջղայնությունը բոլորի ջղայնությունն է։ Նա այն ինչքան որ մենք ենք ջղայնացած, հավատացած եղեք։ Տահարու ապատիկ ավել վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ջղայնացած։ Այս լեգիտիմ ջղայնություններից վստահ եղեք։ Դուք վստահ եք, ես գիտեմ որ դուք վստահ եք։ Մենք վստահ ենք, բայց Ժողովուրդ ջան, սրանք ոչ թե քաղաքական գործիչներ են, ոչ թե ընդդիմադիր գործիչներ են, սրանք հայ մարդուց աբիշնիկներն են։ Տաշիր Սամվելիկը հայ մարդուց աբիշնիկ է, հայ մարդու որոշումից։ Գիտեք ինչի, որովհետև հայ մարդու որոշումը ստիպեց Տաշիր Սամվելիկին, որ ինքը արտոնյալ չլինի, որ ինքը ընտրյալ չլինի։ Հայ մարդու որոշումը ստիպեց Մոսկվա բնախ Տաշիր Սամվելիկին կալուգացի, որ ինքը 10 դրամի բարեգործություն չանի, տասնյակ հազարավոր դոլարների ռեկլամ ընկնի, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափի։ Այդ դրա համար Տաշիր Սամվելիկը աբիժնիկ է իմ եւ ձեր որոշումից։ Իմ ու ձեր որոշումից աբիժնիկ են, որովհետև չեն կարում այս պետությունը ուրիշ պետության շահերը սպասարկելու համար, որպես կրվաղ խնձոր օգտագործեն, սիրելի մարդիկ, այդ դրա համար են աբիժնիկ։ Բայց սրանք մեզ չեն ճանաչում, հունիսի 7-ին կճանաչեն, անկախ իրանց ռեսուրսից, իրանց փողի քանակից, քաղաքական մակարդակով իրանց բերանից վարագետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծածարունը, քաղաքական մակարդակով։ Հունիսի 7-ը հայ մարդու վրեժխնդրության օրն է, քաղաքական մակարդակով։ Հունիսի 7-ը քաղաքական մակարդակով հայ մարդու վրեժխնդրության օրն է։ Հունիսի 7-ը հարյուրավոր մանկապարտեզների, դպրոցների սարքված արդեն շարունակության օրն է։ Հարյուրավոր կիլոմետր ճանապարհների կառուցված շարունակության օրն է։ Խաղաղության վերջնականապես հաստատման օրն է։ Հայ մարդու երջանկության օրն է, հարստացման օրն է։ Որովհետև հայ մարդու հզորացումը, տարբեր ոլորտների զարգացումները, ձեռքբերումները խաղաղության մեջ է, որովհետև հայ մարդու հզոր, ուժեղ, զարգացած, կայացած հայ մարդու միակ երաշխավորը դա խաղաղությունն է։ Եվ այս խաղաղության թշնամիները պետք է ոչնչանան քաղաքական մակարդակով ընտրատեղամասում մեր ձեռքերի մեջ։ Մեր ձեռքի ու ոչնչանալու են։ Այս փողի գերիները երկու ճանապարհ է այս պատերազմում։ Մեկ ճանապարհը մեր սեփական պետությունն է իր ամբողջական շահերով, մյուս ճանապարհը մեր պետությունից թալանված ահռելի ռեսուրսը, միլիոնավոր դոլարները։ Մենք ուղղակի քանդելու ենք, ավիրակ ենք անելու այն ճանապարհը, որտեղ որ մեզնից գողացված, այս պետությունից գողացված միլիոնավոր դոլարներն են։ Մենք այդ ճանապարհը վերջնականապես քանդելու ենք, ավիրակ ենք անելու։ Եվ կեցե այն ճանապարհը, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունն է իր ամբողջական շահերով։ Այդ ճանապարհն է զարգանալու, այդ ճանապարհն է կառուցվելու։ Իսկ այն ճանապարհը, որտեղ որ այս պետությունից թալանված միլիոնավոր դոլարներն են, որը զենք որպես զենք ուղղվել է մեր վրա, մենք այդ ճանապարհը քանդելու ենք, քաղաքական մակարդակով ռումբերը դնելու ենք, տանք պայթեցնենք այդ ճանապարհը։ Այդ ճանապարհը այլևս չի գործելու, անհասանելի է դառնալու բոլորի համար։ Տաշիրի Մոսկվա բնակ օլիգարխի կալուգացի Տաշիր Սամվելի դուստր, այդ որ ասում ես, ստիպված եք լինելու համակերպեք մեզ հետ, դու դա ասում ես, որովհետև մենք ձեզ չենք ստիպել, որ դուք համակերպեք հայ մարդու որոշման հետ, այդ դրա համար ես ասում, բայց ոչինչ, մենք հունիսի 7-ին ձեզ բոլորիդ ամեն մեկիդ ձեր տեղը ցույց կտանք, հունիսի 7-ին մենք իրար հետ շատ մոտիկից կծանոթանանք ու հայ մարդ այնպես կանի, որպեսզի դուք հայ մարդուն շատ մոտիկից ճանաչեք ու համոզված եմ հունիսի 7-ից հետո դուք ամբողջ կյանքներդ փոշմանելու եք, որ հայ մարդուն չեք ճանաչել, չնայած որ այդքան էլ կապ չեք ունեցել հայ մարդու հետ, այդքան էլ հայ մարդկանց մեջ չեք ապրել, միգուցե դա պատճառը, որ հայ մարդուն չեք ճանաչում, բայց հայ մարդը ձեզ կստիպի
որ դուք իրեն շատ մոտիկից ճանաչեք։ Ու մենք ձեզ կստիպենք, ուրիշ տարբերակ չկա, որ դուք հաշվի նստեք հայ մարդու որոշման հետ։ Հարգանքով վերաբերվեք հայ մարդու որոշմանը։ Մենք դա ձեզ կստիպենք։ Ներողություն ենք խնդրում, որ այս 8 տարվա ընթացքում մենք դա ձեզ չենք կստիպել։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։ Ժորժան, ինձ չդնեք, մամել ջան, սպառնալիքները էսա։ Ոչ մի սպառնալիք չկա։ 100,000, 100-ավոր, 100,000-ավոր քաղաքացիներից որպես մի քաղաքացի, ես ասում եմ իմ ցանկությունը։ Այո, Ժորժ ջան, ես վրեժ խնդիր պետք է լինեմ, ես վրեժ ունեմ սրանցից լուծելու։ Հայաստանի Հանրապետությունը տասնյակ տարիներով իրենց անձնական հարստության համար աշխատասած տահակներից վրեժ ունեմ լուծելու։ Տասնյակ տարիներով հայ մարդկանց արևանգած վախի, ստրախի մթնոլորտի մեջ բացներից վրեժ ունեմ լուծելու։ Տասնյակ տարիներով հայ մարդուն իրենց սեփական պետության իշխանության ճակատագիրը որոշելու իրավունքից զրկածներից վրեժ ունեմ լուծելու։ Տասնյակ տարիներով հայ մարդուն ազատ խոսք արտահայտելու իրավունքից զրկածներին վրեժ ունեմ լուծելու։ Տասնյակ տարիներով հայ մարդկանց ունեցվածքին տիրացածներից, հարստացածներից վրեժ ունեմ լուծելու։ Տասնյակ հայ մարդկանց հետ կապ չունեցածներից, հայոց լեզվի հետ կապ չունեցած տահակներին վրեժ ունեմ լուծելու։ Տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձոր օտար պետության շահերը սպասարկելու համար օգտագործողներից վրեժ ունեմ լուծելու։ Ինչ կա որ դուք չունեք լուծելու։ Չունեք, ես ունեմ լուծելու։ Ու անհնարինը հնարավոր դարձնելով։ Սեփականս կյանքի գնով, այնպես որ գեսի գրքում պետք է գրվի։ Գինեսի գրքում պետք է գրվի։ Այդ անհնարինը հնարավոր դարձնելով։ Ես ինձ ճանաչելով ես իմ վրա վստահ եմ։ Այսքանը Աստծով ամեն ինչ լավ է, շատ լավ է եւ լավ է լինելու։ Առավել եւս հունիսի 7-ին, որտեղ հունիսի 8-ին լույս առավոտը, հունիսի 7-ի առավոտյան Մոսկվա բնակ օլիգարխների, Մերժվաց, Պերվետ, Ռոբիկ, Սերժիկ, դրանց բոլորի Հայաստանի Հանրապետության ներկա եւ ապագայի սպառնալիքների գործնեությունը, լինելությունը կասեցվելու է Հայաստանի Հանրապետություն։ Հունիսի 8-ին լույս առավոտյան։ Նաև խոնարհվում եմ այն հայ մարդկանց առջև, այն ուժեղ, այն հզոր, այն որ սենց անհնարինը հնարավոր դարձնելով իրենց գործը գերազանց անում են, բայց ոչ դժում են, ոչ բժում են, դաժե իրան ոչ մեկին չի ճանաչում։ Ես ձեր ցավը տանեմ։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե հայ մարդը, կեցե հայ մարդու ձեռքբերումը։ Հայ մարդու եւ հայ մարդու ձեռքբերման դեմը խաղ չկա։ Հայ մարդու սեփական ձեռքբերման առջև որևէ ուժ չի կարա թփրտա, ոչ մի հարստություն ուղղակի գոյություն չունի։ Չկա նման բան։ Հոխորդացողները, թփրտացողները ուղղակի կփոշմանեն իրենց ռիսկային շարժումների համար։ Եվ այդ քաղաքական ցավը, քաղաքականը կարևոր բառ է, որ շեշտենք, եւ այդ քաղաքական ցավը մինչեւ իրանց կյանքի վերջ, իրենց մարմնի վրա կզգան։ Քաղաքական ցավը։ Բարի գիշեր ձեզ, սիրելի Facebook-յան ընկերներ ջան, սիրելի հայ մարդ, սիրելի 2018 թվականին Կարաբաղյան խուլիգանից ռոբասերժական, այս օտարպետության օլիգարխիան, բանտիտ հանցագործ, բեսպրիցել մաֆիան, մերժած հայ ժողովուրդ ջան, առավել եւս բարի գիշեր այն հայ մարդկանց, ովքեր ռոբիկի, այս բերանը ծուրտիկ, այս խոխի, այս գադի որնոսներից, անպաշելությունից ջղայնացած են իրենց սեփական ընտրության վրա։ Այ ուժը ձեր մեջ է։ Ամեն ուժեղը դուք եք ձեր ցավը տանեմ, որովհետև դուք հունիսի 7-ին վերջնականապես ձեր ասելիք ասելու եք, ձեր անելիք անելու եք։ Ստացնելով այս դատավոր, մատավոր, անգործունակ այս դատավորների բանի դերը, պարտականությունները։ Դուք ձեր այ ուժը հենց ձեր մեջ է։ Ձեր մեկ հոգին հավասար է 50,000 հոգու։ Ձեր մեկ հոգին։ Ձեր մեկ հոգու ուժը հավասար է 50,000 հոգու ուժին։ Ես ձեր տեսակին ճանաչելով եմ ասում։ Ես ձեր ցավը տանեմ։ Բարի գիշեր ձեզ։